Տիկին Ավանեսյան, զեկուցող, հիմնական զեկուցող որպես խնդրեմ։ Բարի ձեզ, հարգելի նախագահող, նախագահ եւ գործընկերներ, նախ շնորհակալ եմ անցյալ հանձնաժողովի նիստին եւս շատ շահագրգիռ քննարկման համար։ Մենք այս ընթացքում ուրեմն ստացել ենք ուրեմն падգամավորների կողմից առաջարկներ եւ իհարկե կառավարության մեր գործընկերների հետ եւս ուրեմն իրացրել ենք իրենց կողմից ներկայացված հավելյալ առաջարկները։ Ես պիտի խնդրեմ ուղղակի հնչեցնեմ ի սկզբանե, որ մինչև լիագումար նիստ ուրեմն օրենքը եւ հարակից օրենքների փաթեթները ներկայացնելը եւս հնարավորություն ունենք որոշակի խմբագրական ուղումներ իրականացնելու, այս մասով էլ պիտի խնդրեմ ձեր ուրեմն համագործակցությունը այս առումով, որովհետև իսկապես մեծ փաթեթ է օրենսդրական եւ գուցե դրա կարիքը լինի։ Ես փորձեմ ուրեմն ընդհանուր առմամբ առաջարկների մասով ներկայացնել, որ եւ առաջինը անդրադառնալ մեր ուրեմն Հայաստան խմբակցության падգամավորները առաջարկներ էին ներկայացրել եւ իհարկե դրանք նաեւ քննարկել ենք հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում 63-ից 65 տարեկան անձանց ներառելու եւ նաեւ միակողմանի ծնողազուրկ երեխաներ ուսանողներին մինչեւ 26 տարեկան ուրեմն մինչև 23-ը եւ այնտեղ ուսուցման մեջ գտնվողները երկկողմանիները մինչև 26-ն ենք ներառել։ Պիտի ասեմ, որ քանի որ մեր բյուջեն արդեն մյուս տարվա հաստատված է, այսինքն մենք նախորդիվ ամսվա ընթացքում արդեն հստակ բյուջեն սահմանել ենք հաշվարկած թվով, քանի հոգու համար է պետությունը ապահովագրավճար փոխհատուցելու, ուստի այս պահին չենք կարողանում այդ առաջարկը ընդունել, բայց միանշանակ դեռ կքննարկենք եւ 2027 թվականի ուրեմն համար բյուջետավորման համար միանշանակ այս երկու առաջարկներն էլ դիտարկելի են եւ մենք ինքներս ներսում խմբակցության ներսում այս հարցերը բարձրացրել ենք եւ համարում ենք, որ այո դրանք ակտուալ են շատ։ Ուրեմն հաջորդիվ մի փոքր այստեղ ուրեմն նաև Տիկին Հունանյանի կողմից էր առաջարկ հնչել զոհված ինձառայողների ծնողների մասով, պետք է ասեմ, որ այստեղ նաև սոցիալական կարգավիճակի առանձնահատկություն որպես ֆիքսել ենք, որ այո նրանք որպես առանձին խումբ մտնեն եւ ոչ թե մեր մյուս սոցխմբերի շրջանակներում հաշվարկվեն, սա է եղել փոփոխությունը, ծնողները եւ ընտանիքի անդամները, բայց այստեղ էլ պետք է ասեմ, որ ըստ էության երեխաները մինչև 18 տարեկան ուրեմն կարգավիճակով կմտնեն, ծնողները 65-ից պլյուս կունենանք միայն այդ մինչև 65 տարեկան եւ եթե կին ամուսին ունենք այս անձինք եւս կներառվեն պետության կողմից ապահովագրվողների ուրեմն խմբում։ Պիտի նշեմ, որ այստեղ ուրեմն որոշակի փոփոխություններ են իրականացվել գործատուների կողմից հաշվարկման եւ հաշվետվությունների ներկայացման մասով, պիտի ասեմ, որ մեզ համար 2026 թիմը անցումային տարի է եւ մեր բոլոր այս ուրեմն տարվա ընթացքում նաեւ մեկնարկին համահունչ բոլոր առանձնահատկությունները ուրեմն օրենքով չկարգավորված եւ այս պահին ի հայտ եկած խնդիրների մասով մենք ժամկետներ ենք դրել հենց օրենքի մեջ, որ մինչև 6 ամիս ժամկետում մենք պետք է առաջարկներով հանդես գանք մեր առաջնակի մոնիտորինգի արդյունքում օրենսդրական փաթեթի մեջ որոշակի փոփոխություններ իրականացնելու։ Ես այստեղ էլ ուզում եմ ասել, որ քանի որ սա նոր համակարգ է, միանշանակ առաջանալու են հարցեր, խնդիրներ, հավելյալ կարգավորման անհրաժեշտություններ եւ իրավակիրառ պրակտիկան մեզ թելադրելու է որոշակի օրենսդրական փոփոխություններ, այս մասով էլ ուզում եմ նաեւ հանրությունը տեղյակ լինի եւ ակնկալի, որ առաջիկա ամիսներին եւս մենք ակտիվ բաց քննարկումների մեջ կլինենք եւ հավաքագրելով բոլոր առաջարկները, խնդիրները եւ լուծման տարբերակները հանդես կգանք որոշակի ուղիղ փոփոխությունների փաթեթով։
Ուրեմն առաջին ըստ էության ամենակարևոր հանգամանքներից եմ ուզում նշել, որ օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի մասով մենք ունենք փոփոխություն, որ այն կմտնի ուժի մեջ ստորագրման հաջորդ օրվանից եւ առաջին հաշվարկային ամիսը ապահովագրավճար վճարողների համար կդիտարկվի նոյեմբեր ամիսը, ինչու ենք վերցրել նոյեմբերը, որովհետեւ ըստ էության դեկտեմբերը աշխատավարձերի եւ պարգևավճարների հավելյալ ուրեմն հաշվարկների առումով շեղող ամիս է եւ դրա համար դիտարկել ենք նոյեմբեր ամիսը, այսինքն օրենքը ուժի մեջ կմտնի դեկտեմբերին ստորագրման հաջորդ օրվանից, որպես հաշվարկային աշխատավարձի բազա կդիտարկվի նոյեմբեր ամիսը, վճարման առաջին ամիսը կլինի հունվար ամիսը, հունվարի մինչև 20-ը, բայց մինչև հունվարի 20-ը հաշվարկը կիրականացվի դեկտեմբեր ամսվա հաշվարկի վրա, այսինքն պահումը այդ 300 դրամի կամ մյուս սանդղակների պահումները կիրականացվեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից հունվար ամսվա ընթացքում, բայց այստեղ էլ ուզում եմ նշել նաև այս մասով պետությունը եւս կառավարությունը հասկանալով, որ մենք կարծես մեկնարկային տարին ենք, դիտարկել է ոչ թե վճարումից հետո հաջորդ ամսվանից փաթեթի ակտիվացումը, այլ փաթեթները կակտիվանան հենց հունվարի 1-ից, բայց վճարման ամսաթիվը կլինի մինչև հունվարի 20-ը։ Այստեղ էլ մենք որպես ընթառաջ եւ առաջին տարի այս կարգավորումը եւս մտցրել ենք։ Հարգելի գործընկերներ, այնտեղ ես ուզում եմ բարձրաձայնել, որ մենք որոշակի վերանայում ենք իրականացրել ամբուլատոր օղակից, պոլիկլինիկական օղակից պարագաների կարգավորումների հետ, սա էլ կապված է մեր երկրում պարագաների հաշվառման էլեկտրոնային բազաների դեռ անկատարության հետ, եւ մենք այս ընթացքում դեռ ուրեմն պոլիկլինիկական օղակից պարագաների, սա վերաբերում է ներարկիչներին, ուրեմն նման ապրանքներին, որոնք որ այս ընթացքում դեռ ապահովագրական ուրեմն փաթեթի եւ օրենքի մեջից ձեռնպահ կլինեն կարգավորելու։ Հաջորդ ուրեմն ինչպես ասեցի տարիների համար մենք անպայման կվերադառնանք այս հարցին եւ հետագայում այս մասը եւս կդիտարկվի որպես ապահովագրման փաթեթի հատված։ Երևի թե այսքանը արդեն պատասխանեմ ձեր հարցերին։ Տիկին Ավանեսյան, շնորհակալություն զեկույցի համար, շատ լավ էր, որ անդրադարձակ պարագաների հետ կապված, որովհետև այսպիսի մի մեծ խնդիր առաջացավ, որ կարող է հանկարծ էնդոպրոթեզները, ինչպես նշել էիք, տարբեր ապարատներ, որոնք տեղադրվում են մարդու մարմնի մեջ, դրանք դուրս գան փաթեթից, այնուամենայնիվ դրանք փաթեթից դուրս չեն գալիս եւ ապահովագրական ծառայությունների շրջանակներում դիտարկվում են։ Ես ճիշտն ասած ուզում էի մեր արհմիությունների հարցը բարձրաձայնել Տիկին Ավանեսյան, որովհետև մեզ գրել են արհմիությունները եւ կարդամ հարցը, խնդրեմ դուք պատասխանեք 3 հարցերին։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի յուրաքանչյուր տարվա եկամուտների հայտարարագրերը աշխատող ֆիզիկական անձիկ կարող են լրացնել հաջորդ հարկային տարվա մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։ Այսինքն 2026 թվականի համար հայտարարագիրն աշխատողը կարող է ներկայացնել մինչև 2027 թվականի մարտի 2-ից հետո, այլ ոչ թե հենց 26 թվականին։ 2026 թվականի մարտից աշխատողները կարող են ներկայացնել միայն 25 թվականի հայտարարագրերը։ Ուստի իրենք ուզում են իմանալ այդ 6000 դրամները, որոնք պետք է հետվճար ստանան հայտարարագրերը լրացնելուց հետո, նրանք երբ են կոնկրետ, երբ են ստանալու, երբվանից են ստանալու։ Մյուս հարցը 63-ից 65 տարեկան քաղաքացիները երբվանից են մտնելու ապահովագրական համակարգի մեջ եւ երրորդ հարցը ինչպիսի կարգավիճակով են ընդգրկված ուսանողները։ Շնորհակալություն։ Հերթով պատասխանեմ։ Ուրեմն 200-ից 201-ից ինձ հաշվապահները ուղղում են 201-ից 500,000 դրամ ստացող աշխատավարձ ստացող անձանց համար
սոցկրեդիտի ձեր կողմից նշված հատվածը, քանի որ մենք հասկանում ենք, որ դժվար է այդ տարի վճարել, հետո հաջորդ տարի հետ ստանալ, այս պատճառով կառավարությունը որոշում է կայացրել, որ նրանց սոցկրեդիտների 6000 դրամը հենց 2026 թվականին ամեն ամսյա տրամաբանությամբ կսուբսիդավորվի։ Այսինքն այս խմբի քաղաքացիները 2026 թվականի իրենց սոցկրեդիտները կստանան հենց 2026 թվականի ընթացքում սուբսիդավորման տրամաբանության մեջ։ Այստեղ պիտի առանձնացնեմ սոցփաթեթի շահառուներին, որովհետև սա էլ շատ կարևոր է։ Տեսեք, այսօր սոցփաթեթի շահառուներն էլ սոցկրեդիտից չեն օգտվում, որովհետև պետությունը առանձին ֆինանսավորման համակարգ ունի 6000 դրամների։ Պիտի տարբերակենք, այսինքն սոցկրեդիտ ստացողների համար 200-ից 500,000 աշխատավարձ ունեցողների ուրեմն սոցկրեդիտը կսուբսիդավորվի հենց 2026 թվականին, հաջորդիվ 500,000 դրամից ավել ստացողների համար նրանք այո 2027 թվականին կներկայացնեն հայտարարագիրը եւ հետ կստանան իրենց ուրեմն 50,000 դրամը, որը որ ամսական գալիս է 4,000 դրամ։ Այսինքն բաժանել ենք երկու խմբի, մի խմբի համար դրել ենք, որ հենց 26-ին հետ կստանան, իսկ մյուս խմբերի համար արդեն սովորական սոցկրեդիտի տրամաբանությամբ հետ կստանան։ Սոցփաթեթի շահառուները իրենց այն 6000 դրամները, որոնք որ էլի ինչպես սոցկրեդիտները կարող են ունել կրթության կամ այլ նպատակների, այստեղ էլ պիտի որոշեն ուղղեն առողջության ապահովագրությանը։ Այսինքն սիմետրիկ երկու խմբերն էլ ունեն 6000 դրամի հասանելիություն, մի մասը սոցկրեդիտի մեխանիզմով, մյուս մասը սոցփաթեթի մեխանիզմով։ Ներողություն, հաջորդիվ էլի հարցեր էիք տվել։ 63-ից 65 տարեկան քաղաքացիների համար իհարկե սա մենք կքննարկենք հաջորդ տարվա բյուջետավորման շրջանակում, ինչպես ասեցի, սա կախված կլինի նաև այս տարվա մեր դիմելիության տեմպերից, մենք այստեղ էլ պիտի հասկանանք, քանի որ սա մեկնարկային տարին է եւ առաջի 6 ամիսների արդեն արդյունքները մեզ հնարավորություն կտան ավելի ճշգրիտ ուրեմն հաշվարկները եւ հաջորդ տարվա արդեն կոնկրետ ունենանք, այստեղ անպայման կանդրադառնանք, ուսանողների հետ կապված նրանք եւս այս պահին նորից եմ կրկնում, պարտադիր ապահովագրման համակարգ դեռ չեն մտնում, այլ նրանք եւս կներառվեն 2028 թվականից։ Դրա համար մինչեւ այս շրջանը նրանք վճարման պարտավորություն չունեն։ Իսկ մինչեւ 2028 թվականը մենք մեր իհարկե արդեն հաջորդիվ կառավարության ծրագրում ներառված առաջնահերթություններից ելնելով, նաև այս հարցը կդիտարկենք, թե ուսանողների առաջադիմության կամ այլ հանգամանքներից ելնելով, օրինակ, չգիտեմ, մարզերից Երևանում սովորողների կամ այլ հանգամանքներից ելնելով, ինչպիսի սուբսիդավորման համակարգ կունենանք ուսանողների համար։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, ես մի հարց էլ տամ ու հետո հնարավորություն տամ մեր գործընկերներին հարց տալ։ Մեր հիմնադրամի բյուջեն տարընթերցման այսպիսի խմորման հետ կապված խնդիր ունի։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք հիմնադրամի բյուջեն ներկայացվելու է ազգային ժողովին եւ հետո նորի կատարողականի ժամանակ նույնպես ներկայացվելու է թե ոչ, որովհետեւ որոշ մարդիկ նաեւ մարդկանց ժողովրդի մեջ որոշ պատգամավորներ կարծում են, որ բյուջեն չի գալու ազգային ժողով, ուստի ես ձեզ խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասն բացատրել բյուջեի հետ կապված հիմնադրամի եւ այսքանով ես եզրափակվեմ։ Ես ուրեմն Հաջան Հա, ուրեմն ես ինչ-որ հիմա ասեմ, խոսում ենք արդեն 2027-ի մասին, որովհետև 26-ը արդեն ոնց որ մեկնարկային առաջին տարին է։ 2027 թվականի մայիսին, ուրեմն առողջապահության նախարարը Լիազոր Մարմինը կգա ազգային ժողով, կներկայացնի 2026 թվականին ապահովագրական հիմնադրամի կողմից ստացված մուտքերի
կատարված փոխհատուցումների, ապահովագրական հիմնադրամի բյուջեի, ըստ նաև տողերի վերաբերյալ եւ հաջորդիվ տարվա 28 թվականի համար կներկայացնի արդյոք ապահովագրավճարի ուրեմն չափը դրույքաչափը մնում է նույնը, փոփոխվում է, փաթեթն է ավելանում եւ այլն։ Այսինքն մենք այս ճկուն մեխանիզմը դրել ենք, որ ազգային ժողովի ուրեմն շրջանակներում ամեն տարի այս հարցը պետք է քննարկվի։ Մայիսին, երբ որ լիազոր մարմինը ներկայացնի այս ամբողջական ինֆորմացիան, արդեն 27 թվականի բյուջեի քննարկման ժամանակ եւս բյուջեի մասին օրենքի շրջանակներում, եթե այնտեղի օրենքի ուրեմն այնտեղի ներկայացման ընթացակարգերում կլինեն որոշակի վերանայումների կարիք, դա էլ կարող ենք անել, որ այո, գալու է նորից բյուջեի քննարկման ժամանակ մանրակրկիտ ներկայացնի, թե հաջորդ տարվա բյուջեի մեջ ինչ խմբեր են ավելանալու, ինչ դրույքաչափ է լինելու, պետության կողմից փոխհատուցման չափը ինչքան է լինելու, պետպատվերի հատվածը ինչքան է լինելու եւ իհարկե այդ բյուջեի որ հատվածն է գնալու ապահովագրական հիմնադրամի ծախսերին։ Այս մասերը հիմնավորումները եւ բյուջեի քննարկման մեխանիզմում անպայման լինելու են։